Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից հետո կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացվեց 30 դիմում քվեարկության արդյունքների վերահաշվարկի պահանջով։ Դիմումները ներկայացրել էին Բարգավաճ Հայաստան եւ Միասնության թևեր կուսակցությունների, ինչպես նաեւ Հայաստան կուսակցությունների դաշինքի վստահված անձինք ու թեկնածուները։ Արդյունքում 637 ընտրական տեղամասերում իրականացված վերահաշվարկից հետո ընտրությունների ընդհանուր պատկերը չփոխվեց։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն 727,820 քվեն ավելացել է 1148-ով։ Ուժեղ Հայաստան դաշինք 340,088 քվեն ավելացել է 508-ով։ Հայաստան կուսակցությունների դաշինք 145,113 քվեն ավելացել է 217-ով։ Այսպիսով վերահաշվարկից հետո ամենամեծ դրական փոփոխությունը գրանցվել է քաղաքացիական պայմանագիր կուսակցության դեպքում։ Ամենամեծ նվազումը գրանցվել է Դեմոկրատիա օրենք կարգապահություն կուսակցության դեպքում 819 ձայն։ Հատկանշական է, որ անվավեր քվեաթերթիկների թիվը վերահաշվարկից հետո նվազել է 859-ով 17097-ից հասնելով 16238-ի։ Ընդհանուր առմամբ վերահաշվարկի արդյունքում արձանագրված փոփոխությունները չեն ազդել նաև քաղաքական ուժերի դասավորվածության վրա։ Միաժամանակ վերահաշվարկից շահած քաղաքական ուժերի թվում է նաև Բարգավաճ Հայաստան կուսակցությունը։ Բարգավաճ Հայաստան կուսակցություն 58,378 քվեն ավելացել է 147-ով։ Այժմ սակայն պարզ չէ, թե Բարգավաճ Հայաստանն այս նոր արդյունքով կհաղթահարի խորհրդարան անցնելու շեմը, թե ոչ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրությունների վերջնական արդյունքները կամփոփի վաղը եւ այդ կերպ կպարզվի Բարգավաճ Հայաստան կուսակցության խորհրդարանում լինել-չլինելու հարցը։ Հիշեցնենք, որ երեկ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը բողոքի ակցիա էր կազմակերպել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի դիմաց, այն բանից հետո, երբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում էր կայացրել անվավեր ճանաչել 35 կոտորակ 65 եւ 10 կոտորակ 51 ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքները։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պարզաբանմամբ նշված տեղամասերում քվեարկության մասնակիցների թիվը արձանագրվել էր որպես անճշտությունների գումարային չափ, ինչի հիմքով էլ արդյունքները ճանաչվել էին անվավեր։ Այս որոշման հետևանքով Բարգավաճ Հայաստան կուսակցությունը կորցրել է 213 ձայն քաղաքական ուժի գնահատմամբ, այդ հանգամանքը կարող է վճռորոշ լինել խորհրդարան անցնելու համար անհրաժեշտ 4%-անոց շեմը հաղթահարելու հարցում։ Դատարանն այսօր վարույթ է ընդունել Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հայցն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի զրպարտություն եւ վիրավորանք համարվող տեղեկությունները հերքելու, ներողություն խնդրելու եւ 9 միլիոն դրամ փոխհատուցում վճարելու պահանջով։ Գագիկ Ծառուկյանը հայցադիմումով պահանջում է, որ Նիկոլ Փաշինյանը վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում հրապարակայնորեն հերքի 2026 թվականի մայիսի 28-ի ճեպազրույցում Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ հնչեցված հայտարարությունները, մասնավորապես նրան հանցագործ, շպիոն, գործակալ անվանելը, հանցավոր գործարք ընկած լինելու, Հայաստանի ժողովրդին թալանելու եւ օտարերկրյա հատուկ ծառայության ցուցումով Անդրանիկ Թևանյանին Բարգավաճ Հայաստան կուսակցության ցուցակում ներառելու վերաբերյալ տվյալները։ Ըստ Ծառուկյանի, այդ տվյալները չեն համապատասխանում իրականությանը։ Ընդդիմադիր ուժերի կողմից խորհրդարանական մանդատներից հրաժարվելու կամ դրանք վերցնելու հարցը մնում է բաց եւ քննարկվելու է այլ քաղաքական կուսակցությունների հետ համակարգմամբ։ Լրագրողների հետ զրույցում երեկ այս մասին էլ ասել է Հայաստան դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։ Մենք վերջնական որոշում չունենք մանդատների հետ կապված, ուղղակի սա այն որոշումն է, որը պիտի կայացվի խորհրդակցելով նաև այլ ընդդիմադիր ուժերի հետ։ Վերջնական որոշում չկա, բայց հետևյալը պետք է ասեմ, պայքարը եթե պետք է շարունակվի, ապա պետք է օգտագործես բոլոր գործիքները, որոնք հնարավոր են։ Հիմա մանդատները դա լուրջ գործիք է պայքարը շարունակելու համար։ Իմ անձնականի մոտեցումը սա է, բայց կրկնեմ, վերջնական որոշումը չկա։ Ռոբերտ Քոչարյանը միաժամանակ քննադատել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատանքը, հայտարարելով, որ նրա որոշումները հարցեր են առաջացնում։ Տիգրան Հովակիմյան, Հորիզոն։